Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, մեծարգո պարոն վարչապետ, ընտրություններից առաջ բազմիցս խոսել եք պատերազմի եռագլուխ կուսակցության վերաբերյալ, եթե հանկարծ ստացվեր այնպես, որ նրանք իշխանությունը զավթեին, մեզ սպասվում էր պատերազմ, եւ արդեն ընտրություններից հետո մենք կարող ենք գնահատել, որ եւ պնդել, որ մեր ժողովուրդը եւս այս վտանգը տեսել է եւ իր քվեով տեր է կանգնել խաղաղությանը եւ կարող ենք ասել, որ ժողովուրդը այնպես է արել, հա կանգնեցրել է այդ պատերազմը։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը այս թեմայում։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք մեծարգո պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Պողոսյան հարցի համար, մեր նախընտրական կարգախոսն էր, որ մենք ժողովրդին կոչ էինք անում տեր կանգնել խաղաղությանը եւ մեր գնահատականը միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ուրիշ փաստի վրա, որի մասին ըստ էության խոսեցի հիշատակելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, որովհետեւ մենք պետք է մեր իրադրություններին արտաքին աչքով էլ նայենք, որովհետեւ արտաքին աշխարհում եւ ոչ միայն Ադրբեջանում, այլ արտաքին աշխարհում կարող է հարց ցակել։ Մի րոպե Հայաստանի Հանրապետությունում 500,000 քաղաքացի կա, որ մտածում է, որ պետքա ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել, կամ պետքա Ղարաբաղը հետ բերել, կամ պետքա գնալ Ղարաբաղ, կամ պետքա վերանայել խաղաղության համաձայնագիրը եւ կամ ինչ որ գրած է խաղաղության համաձայնագրի մեջ, ոչինչ մեկը մենք դա չենք անի, 500,000 քաղաքացի կա այդտեղ։ Հասկանում եք, եթե ընկալումը լինի այնպես, որ այդքան մարդ կա, ես ուզում եմ հղում անել իմ ընտրություններից առաջ արած հայտարարությանը, որ մեզ պետքա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի մենք բացառենք պատերազմը։ Եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում է մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք, եւ պետքա ծովից ծով, այսինքն այդ պատերազմի եռագլուխ կուսակցության գումարն եմ ասում, արձանագրված ձայների։ Դա շատ լրջորեն կսրի քաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, եւ որ մենք այսօր ունենք նոր բանակ եւ կարա հարց առաջանա, կարող է այդ բանակը հայտնվի այն մարդկանց ձեռքում, հասկանում եք, ես այս նկատի ունեմ, բայց մենք հո գիտենք իրողությունը, մենք հո գիտենք, որ չկա այդպիսի մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի, եւ այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Ինչն էր անհրաժեշտությունը, որ այս նախընտրական շրջանում ընտրություններից 3 օր, 4 օր հետո կամ չգիտեմ քանի օր հետո, ասենք այդ ձևաչափով հանդիպում կազմակերպվի, որպեսզի մենք կառավարենք այդ սպառնալիքը, որպեսզի մենք նաև եւ մենք հանրության հետ պետքա բան անենք։ Ես էլ եմ ասում, մենք ճանապարհ ենք անցել եւ ես ուղղ ասել եմ։ Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների արկայությունը մեր երկրի խորհրդանում այդ պատերազմի սպառնալիքը։ Ես ասել եմ ուղիղ, ասել եմ այդ խոսույթները, այդ 300,000 ադրբեջանցի եւ մենք ո՞նց ենք փակում, մենք ասում ենք էն էլ չկա, էն էլ չկա։ Երբ որ այս դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը։ Ու հետո դժվար է որոշել ով առաջինը ինչ ասեց, ով հետո ոնց ասեց։ Հիմա գնան հայ, հա, Ղարաբաղի կոնֆլիկտի մասին էլ։ Մենք մեր ճշմարտությունն ունենք Ադրբեջանը։ Առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց։ Բայց մենք մեր ճշմարտությունն ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը։ Բայց իրանք ճշմարտություն ունեն, որ հավատում են։ Խաղաղությունը սրա մասին է։ Այո, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել խաղաղության համար, որովհետև ճիշտ է 720,000 քաղաքացի տեր է կանգնել խաղաղությանը, բայց հիմա նայում են թվերին, ասում են ոնց 500,000 մոտ քաղաքացի քվեարկելա բանի օգտին,
որ գնում ենք Ղարաբաղը հետ բերենք։ Մի րոպե, բայց մենք հիմա ինչով ենք հիմնավորում նաև որ դա հիմնավորում ենք նաև ի հեճուկս այն փաստի, որ հրապարակ ասում են, որ մեր ձայները գողացել են, հրապարակները դատարկ են։ Այսօր 2 հոգի մարդ կա հրապարակում։ Ոնց կարա 500,000 մարդու, այսինքն 500,000 այդ ֆիքսվածն է։ Ոնց կարա 600-700,000 մարդու ձայնը կեղծված լինի եւ հրապարակը լինի դատարկ, եւ ազգային ժողովը լինի դատարկ։ Ոնց կարա կեղծիկ արած իշխանությունը գա ամբյոնից սենց խոսա, ոնց կարա տես բանը լինի։ Հələ գնացեք տեսեք նախկինում կեղծվածները ոնց են խոսում։ Գնացեք բացեք։ Ասում են վայ հանկարծ չանեք հարավակ, բան ապակայունացրեք, ասում եմ արեք։ Ում ձայնը կեղծված է դուրս եկեք հրապարակ, ցույց տվեք, որ ձեր ձայնը կեղծվել է։ Եվ այո, այս մարդիկ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Եվ մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա։ Մտեր ասում են, վայ, Ադրբեջանի բան եկել է Դիլիջան։ Որ եկել է Դիլիջան, դա եւս մեկ երաշխիք է նրան, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Մենք էլ չենք գնալու գոնե այդ մակարդակում։ Ես ասել եմ, որ 29 թվականին, եթե իհարկե հրավեր լինի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, եթե հրավեր լինի, ես այս գլխից ասում եմ, ես գնալու եմ Բաքու։ Բայց մյուս կողմից այս հարցը պետք է պարզաբանվի։ 500,000 մարդ ասում է, որ պետք է մենք Ղարաբաղի շարժումը շարունակենք։ Ոչ չի ասում։ Եվ մենք պետք է թույլ չտանք, որ դա հանկարծ տենց տպավորություն ստեղծվի, որովհետև եթե տենց տպավորություն ստեղծվի, այո խաղաղությունը կփլուզվի եւ շատ արագ կփլուզվի։ Խնդրեմ, եթե հարցը կա։ Այո, պարոն վարչապետ, պատերազմի եռագլուխ կուսակցության երկու գլուխները խորհրդարան անցան բացառապես ընտրակաշառք բաժանելու շնորհիվ։ Անգամ եղան դեպքեր, որ մարդիկ գալիս են ընտրությանը մասնակցելու, անգամ մեկ օր իրենց պետությունում չէին մնալու, նորից նույն օրը պատրաստվում էին հետ գնալ։ Եվ նման մարդիկ կարծում եմ արդար չի, որ որոշեն մեր եւ մեր երեխաների ապագան եւ ճակատագիրը։ Եվ ես վստահ եմ, պարոն վարչապետ, եթե այս կիրակի ընտրություններ լինեին, պատերազմի եռագլուխ կուսակցության եւ ոչ մի գլուխ անգամ անցողիկ շեմը չի կարողանա հաղթահարել։ Շնորհակալ եմ, եթե որևիցե արձագանք։ Ես ասում եմ, այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել եւ քվեարկել են ըստ ընտրակաշառքի, այո, պատերազմի սպառնալիք են ստեղծել կոնկրետ։ Եվ Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպումը այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր։ Եվ շատ հետաքրքիր այդպիսի արագությամբ հանդիպումներ շատ համեն դեպս ես չեմ հիշում նախկինում, որ այդպիսի արագությամբ հանդիպում կազմակերպվի, որովհետև միշտ տևում է դե ով գա, որտեղ գա, երբ գա եւ այլն, հազար ու մի հարց կա։ Բայց այդ նշանակում է երկու կողմում էլ այդ զգացողությունն էլ կար, որ դավադրություն կա, այստեղ պետք է ռեակցիա տալ։ Եվ շատ ուրախ եմ, որ մենք այդքան որովհետև բաներ, չէ՞, գիտենք, որ պետք է ասեն, վայ, եկան Դիլիջան, վայ, բա սենց կլինի, այնա 300,000 ադրբեջանցիներից առաջինը արդեն եկավ, ասել են, ես մեր հաճախորդներին չգիտեմ,